Ինչ գեղեցիկ վզնոց է, չէ՞, շատ գեղեցիկ վզնոց է, ուղղակի գույնը հրաշալի, չերվոնի գույն ունի այս ոսկե մետաղը, շատ բարդ կառուցվածքով, բազմաթիվ դետալներով վզնոց է, ազտեկական սթայլի, տոգո փականով, այսպիսի փականը կոչվում է տոգո, շատ հեշտ է կոչկել եւ արձակել։ Եվ եթե ուսումնասիրում ենք դետալները, տեսեք, ինչքան բարդ են, բազմաթիվ տարբեր դետալներից է բաղկացած 1, 2, 3, 4 4 էլեմենտ է այստեղ օգտագործված, եթե ոչ ավել, ազտեկական ոճի զարդ է, որևիցե ժամանակից առավել ակտուալ ու նորաձև է, մոդայիկ է այս ոճը հիմա, ուրեմն այս վզնոցը ազատ է, դուք կարող եք գնել, սակայն վաճառվել է նույն եւ նույն մոդելի ու չափսի վզնոցը, ահա, այն, արդեն իսկ թևնոցի հետ, թևնոցը արդեն արկա չէ, այս կոմպլեկտը վաճառվել է լրիվ նույն ամբողջությամբ նույն դետալները, պարզապես ես ունեի մեկ կոմպլեկտ վզնոցը թևնոցի հետ եւ առանձին վզնոցը, հիմա այս կոմպլեկտը կփաթեթավորենք եւ կուղարկենք, իսկ վզնոցը ազատ է, կարող եք գնել։ Եկեք անցկացնեմ թևիս վրա, դաստակիս ու տեսնեք ինչքան հեշտ է կոչկել այս տոգո փականը, անգամ մեկ ձեռքով, ահա, այսպես։ Կարիք չկա խնդրելու, որ ձեզ օգնեն թևնոցը կամ վզնոցը կոչկել, շատ հեշտ է ու հասարակ, ամենապարզագույն փականներից է, որ օգտագործել են քարե դարում, կաշվե եւ մետաղե զարդեր պատրաստելիս, այսպիսի տոգո փականները ամրացրել են կաշվե կտորներին, մորթե կտորներին, որպեսզի հեշտ կոչկվի եւ արձակվի։ Մարդկության սկզբի ամենաառաջին փականն է այս տոգո փականը, ամենապրիմիտիվը, հարմարավետը, միշտ այդպես է, չէ, ինչ սկզբից մարդը մտածած է լինում, այն էլ ամենաարդյունավետն ու օգտակարն է լինում։ Ահա, այսպիսի տեսք ունի այս թևնոցը, որը իր վզնոցի հետ կուղևորվի իր նոր տիրոջ մոտ, սա նույնպես շատ լավ ձեռքբերում է ընտանիքի համար, քանի որ թևնոցը ու վզնոցը ոսկեպատված են, ոսկեջրված են եւ չեն կորցնի իրենց նախնական տեսքն ու փայլը, եւ հեշտությամբ կարող են փոխարինել ոսկյազարդերին, որը այդքան էլ անվտանգ չի կրել ոսկյազարդերը, իսկ կորցնելու դեպքում էլ ափսոս է ուղղակի, իսկ նման փոխարինող միջոցները, որակյալ բիժուտերիան կարող են զարդարել մեր լուքը, հարստացնելով այն, եթե դուք սիրում եք ոսկեղեն, պարտադիր չէ, գրեք ոսկյա զարդեր, կարող եք օգտագործել ոսկե իմիտացիոն զարդեր, ինչպես այս դեպքում է չերվոնապատված եւ կարծես իսկական մաքուր չերվոնից պատրաստված զարդ լինի, այդքան շքեղ է ու գեղեցիկ, փոխարինում է ցանկացած ոսկյա իրի։ Ահա եւ վերջ, սա իմ հերթական պատրաստի փաթեթը։ Ահա այսպիսի գեղեցիկ ականջողեր են ինձանից գնել, որը ուզում եմ նույնպես թողնել իմ տեսադարանում, եկեք տեսնենք ինչ ականջողեր են, ուսումնասիրենք առաջի հայացքից, տեսնում ենք, որ հայելանման են, այսինքն մի ուղղությունով չեն նայվում, այլ հանդիպակաց, սա խոսում է բրենդի որակյալ լինելու մասին, այս ականջողերը պատկանում են Arena բրենդին, Arena բրենդը շատ հոյակապ ֆրանսիական բրենդ է, սիրված ֆրանսուհիների կողմից, Arena Paris։ Մինչ օրս գործում է այս բրենդը, բայց այս կլիպսները վինտաժային տարբերակն են հանդիսանում այդ բրենդի։ Մոռացա նշեի արտաքին կառուցվածքի նկարագրություններում, մոռացա նշեի, որ ականջողերը էմալապատ են, տեղ արկա է մուգ կարմիր էմալ, հազվադեպ հանդիպող երանգ է սա, սովորաբար վինտաժային ականջողերը ոսկեգույն են լինում կամ ալկարմիր կամ մուգ բորդոյի, այսպիսի երանգ ինձ գրեթե երբեք չէր հանդիպել, կարմիրի այս երանգի մասին է խոսքը։ Ուրեմն կառուցվածքը շատ հետաքրքիր է, երկրաչափական պատկերներից բացի քառանիստ, ուղղանկյուն, արկա է նաև լուսնաձև դետալներ, այստեղ կարծես եւ երկրաչափություն եւ աստղագիտություն արկա լինի։ Խորհրդավոր ականջողեր են, այդպես չէ, կհամաձայնեք ինձ հետ։ Հաճախ չհանդիպող ու չկրկնվող դիզայն, որը հատկանշական է ռետրո ոճին 1970-ականներ։
Ահա այսպես։ Կարծում եմ, որ գնորդը լավ ներդրում է կատարել իր ընտանիքի համար։ Եթե ոսկե զարդերը մենք խանութից գնելուց դուրս են գալիս, անմիջապես հետո արժե զրկվում է, չէ՞, եթե հետ վերադառնանք, փորձենք վերավաճառել կամ հետ հանձնել, մեզանից կվերցնեն լոմի գին։ Իսկ այսպիսի վինտաժային իրերը, սիրելիներ, նրանց գինը գնման պահից արդեն սկսում է աճել եւ մի քանի տարիների ընթացքում արդեն մի քանի անգամ ավելանում է գինը։ Դրա համար այսպիսով կատարեք ձեր ներդրումը ոչ միայն ձեր համար ոճային, անկրկնելի, ինդիվիդուալ, եզակի նմուշներ հանդիսացող զարդեր գնելով, այլ նաև լավ ներդրում կատարելով ձեր հետագա սերունդների համար։ Ահա եւ վերջ։ Ինձ մնաց միայն տեղավորեմ ծրարում եւ ուղարկեմ վաղը եւ այդ այսօր ուշանը առավոտյան կուղարկեմ։ Մենք պատրաստեցինք միասին մի հիանալի փաթեթ, մի գեղեցիկ ձեռքբերում ունեցող հերթական կնոջը երջանկացնելու նպատակով։ Ահա եւ վերջ իմ փաթեթը պատրաստ է։ Ահա այսպես, պատվերները շատ էին, բայց ես հասցրեցի ընդամենը մի քանիսը նկարահանել, որովհետև շատ եմ շտապում։ Դուք էլ կարող եք ունենալ ձեր պատվերները, անպայման դիմեք ինձ այդ հարցով, մի հապաղեք, շտապեք, յուրաքանչյուր զարդից ես ունեմ ընդամենը մեկական օրինակ, շատ խիստ սահմանափակ են իմ զարդերը, էքսկլյուզիվ են, ինդիվիդուալ, ոճային, յուրահատուկ։ Եվ այժմ ես ձեզ ցույց կտամ իմ նոր զարդերը, մեծ սեթ եմ գնել աճուրդային հիմունքով, հիանալի զարդեր են, շատ հիասքանչ զարդեր են, ուշադրությամբ դիտեք մինչև վերջ, ինձ հետ ուսումնասիրելով նրանցից յուրաքանչյուրը։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Դե ինչ, եկավ պահը բացելու այս մեծ փաթեթը, որտեղ կա 10 զարդ։ Եկեք միասին նայենք, թե որոնք են դրանք, բայց նախ հարկավոր է բացել այն։ Փաթեթը եկել է Իտալիայից, միանգամից ասեմ, Միքելայի կողմից է այս փաթեթը, նրանից ես մշտապես գնում եմ զարդեր աճուրդային սկզբունքով։ Հիմա գիտեմ որոնք են այս փաթեթի ներսում գտնվող զարդերը, բայց ինձ շատ հետաքրքիր է տեսնել իրական կյանքում։ Դե գնացինք։ Մեկ, երկու, ահա թե ինչ, ինչքան շատ զարդեր են, բոլորն էլ հետաքրքիր, իսկ սա կարծում եմ նա նվեր է ինձ ուղարկել, ասել էր, որ նվեր պետք է դնի փաթեթի ներսում, դե ինչ, առանց ժամանակ կորցնելու սկսենք նայել, ամենաշատը ինձ հետաքրքրում է, այս սետն է ինձ ամենաշատը հետաքրքրում, կոմպլեկտ է սիրելիներ, վզնոցն է, ահա այսպես, ականջողերը, կլիպսները ու բրոշը, շատ հետաքրքիր կոմպլեկտ է, հաճախ չի հանդիպում, երբ զարդերը կոմպլեկտով են հանդիպում, հիմա տեղադրեմ մանիկենի վրա, միասին ուսումնասիրենք։ Վաու, ինչպիսի շքեղություն։ Ուրեմն ականջողերն է, այս է բրոշը և մետաղական է, թվում է թե ցանց է, բայց մետաղական է, ու ինչ լավ գործվածք է, այսպիսի գործվածք ես նկատել եմ ոսկերչական ընկերություններում, ոնց կարելի է բյուջետերիան այսպես արտադրել։ Գիտեք ինչ է, ուրեմն այս, որ դուք տեսնում եք յուրաքանչյուր հյուսքը, որ դուք տեսնում եք յուրաքանչյուր հյուսքի պարանը, հա, ասեմ, ինքը այն նույնպես բաղկացած է մանր մետաղալարերից, ուրեմն մանր մետաղալարերից սկզբում ընդհանուր մեկ լար են ստացել և հետո սկսել են գործել, հյուսել, թե ինչպես են դա արել, շատ բազմաչարչար աշխատանք է, նույնը այստեղ, եթե նայում եք այդ հյուսքը, որ կատարված է մետաղներով, ամեն այդ մետաղալարի մեջ կան էլի բազմաթիվ մետաղալարեր, շատ բազմաչարչար աշխատանք է, ես հենց տեսա այս գործը անմիջապես դրեցի ստավկան ու հաղթեցի, որովհետև դնում են ընթացքում, բայց առաջի դնողին է տրվում։
նախապատվությունը։ Նույնը վզնոցը, տեսնում եք, նույն կերպով մանր, շատ մանր աշխատանք է արված, այսինքն այդ դետալները, այս հավաքված է մանր մետաղալարերից, հետո ծալել են այդ դետալը ու դարձրել վզնոցի էլեմենտ։ Լավ ընկերություն է արտադրել, նախ գնդիկ կա կախված, երկրորդը այս մետաղական այս փականը 1950-ականներին է արված, մի հատովը եթե 2 հատ լիներ, արդեն կդառնար 1960-ականների մոտավորապես, այդպես են կռահում տարիքը, բացի այդ Միքելան նույնպես գրել էր, որ 1950-ականների կոմպլեկտ է։ Վաու, շիկ, ես ուղղակի չէի կարող անտարբեր անցնել նման կոմպլեկտի կողքով, դա անհնարին էր պարզապես, որովհետև ճիշտ է զարդեր շատ ունեմ, բայց ահա այսպիսին չունեի։ Եվ շատ ուրախ եմ, որ իսկապես շատ ուրախ եմ, որ ձեռք եմ բերել այս կոմպլեկտը։ Դուք էլ ինձ հետ հիացեք, որովհետև իր բնույթով եզակի աշխատանք է։ Եթե դուք ձեռք տայիք, մի քանի անգամ կհամոզվեիք, հիմա ձեռքի մեջ այլ զգացողություն ես ունենում, երբ տեսնում ես ինչքան մանրակրկիտ աշխատանք կա ու քանի ժամի աշխատանք, որովհետև ամեն դետալը մտածված է եւ ամեն դետալի հետևում կա բազմաչարչար աշխատանք այս գեղեցկությունը ստանալու համար։ Հիմա բացեմ մյուս վզնոցը, որը ինձ նույնպես շատ է հետաքրքրում, շատ գեղեցիկ վզնոց է։ Վաու։ Տեսեք ինչքան խոշոր էլեմենտ է։ Մասիվ չափերի խոշոր վզնոց, ես այսպիսի վզնոցներ սիրում եմ ձմռանը մասիվ փուլերի վրայից գրել կամ շորիկ փուլեր են չէ լինում, շատ լավ է նայվում։ Լուցիտային էլեմենտ է, բավականին սաղը։ Վզնոցը շատ երկար է։ Միքելան նշել էր, որ 1980-ականների զարդ է, մինչև 90-ականներ։ Լիովին համաձայն եմ, բայց 1990-ականներ ավելի շատ ես կտամ այս զարդին։ Այնքան երկար է, որ ես իրեն չեմ կարող մանիկենի վրա կախել, բայց շղթան էլ է լավ արված, զսպանակի նման է ու անթերի վիճակում է։ Սովորաբար նման շղթաները մեզ հանդիպում են արդեն ծալված վիճակում եւ տեսեք գնդիկը դարձյալ եթե կա, ուրեմն լավ ընկերություն է արտադրել։ Մոտավորապես այս տեսքն է ունենալու հագուստի վրա։ Ինձ թվում է ես այս վզնոցից երբեք չեմ բաժանվի այս ձմռան ընթացքում, ինչ շատ դուր եկավ։ Եկեք նայենք մյուս վզնոցը, մասիվ բրուտալ վզնոց է, փիրուզագույն քարերով։ Ասել էր, որ բնական փիրուզները, չգիտեմ, վստահ չեմ, բայց նման է։ Այս բրենդն է։ Ինձ դեռևս չէր հանդիպել այս բրենդի վզնոց, ինձ շատ դուր եկավ նախ շղթան, որ բրուտալ է եւ գույնը, մետաղի գույնը, սև գույն է։ Այնքան գեղեցիկ է, աչքի ընկնող զարդ, նույնպես մեծ հաճույքով շատ լավ կնայվի ձմռանը փուլերի վրայից եւ նաեւ ամռանը շորիկների հետ փիրուզագույն քարերի արկայության պատճառով։ Ահա այսպես տեղադրեմ մանիկենի վրա, տեսեք։ Կարող եմ հանել սրանք, որպեսզի ավելի տեսանելի լինի։ Տրամաբանական է, որ կարելի է կարճացնել շղթայի վրա այս վզնոցը։ Մոտավորապես 5 սանտիմետր է այս կախազարդը։ Ահա այսպես։ Գուպին էլ է ուզում տեսնի իմ զարդերի տուփի մեջ ինչ կա։ Հանել եմ զարդերը, հանել եմ արդեն։ Մի խանգարի, խշխշացնում ես, գնա։ Էս ով է գուպի։ Տես էս ով է։ Էս ով է, հələ նայի, քեզ նայի։ Եկար մոտիկից որ նայես, նայի։ Նայի։ Դու ես, տես, դու ես։ Այդ չարաճճի։ Եկեք այս մյուս վզնոցը նայենք, ինտերնետային հարթակում գտել եմ, կտեղադրեմ լուսանկարներ, թե ինչ գնով են վաճառվում նմանատիպ վզնոցները։ Բավականին թանկարժեք են, ի զարմանս ինձ, բավականին թանկարժեք վզնոց է, դարձյալ բնական փիրուզներ են օգտագործված, վստահ կարող եմ ասել, որտև զգացվում է։ Ու սա էլ, ուղղակի այստեղ ինչ-որ նյութ է լցված, որպեսզի ունենա պերլամուտրային փայլուն տեսք։ Իսկ այս մյուսը արդեն մատովի է։ Տեսեք տարբերությունը։
Մի խոսքով, ես կտեղադրեմ նկարները այս վզնոցի, որպեսզի տեսնեք, թե որքան թանկարժեք է։ Իհարկե դա այս իմ վզնոցի արժեքը չի, դա ուղղակի ես եմ գտել ինտերնետային տարածքում։ Տեսեք, որքան աչքի ընկնող զարդ է, չէ՞։ Ոչ մեկ անտարբեր չի կարող անցնել այս զարդը կրողի մոտով։ Մասիվ չափերի աչքի ընկնող, ինչ որտեղ այդ ֆինիկա հիշեցնող զարդ է, բավականին երկար, բայց շատ կան սիրահարներ նման աչքի ընկնող ճոխ զարդերի նկատմամբ, բավականին մեծ հետաքրքրություն է դրսևորվում վերջին ժամանակներում, եւ եթե նկատել եք մասնավորապես Զարայում, նմանատիպ զարդեր են անընդհատ ներկայացվում եւ ամեն անգամ տեսականին թարմացվում է, փաստորեն գնում են, եթե մարդիկ չգնեին, չէին արտադրի։ Շատ են սիրահարները եւ վերջին տարիներին ավելի պոպուլյար է դարձել խոշոր չափսերի մասիվ վզնոցները, ինչ որտեղ նաեւ բրուտալ։ Այս վզնոցը նույնպես շատ հետաքրքիր է, հիմա բացեմ ու տեղադրեմ մանիկենի վրա։ Շատ գեղեցիկ վզնոց է, ունի լուծիտային էլեմենտներ տարբեր գույների, կանաչ, խակ կանաչ, մուգ կանաչ զարդերը շատ գեղեցիկ են համադրվում հագուստների հետ։ Ինչա դուր եկավ այս վզնոցը։ Եվ կարելի է նախընտրել ձեր ուզած չափսը, կարելի է օգտագործել որպես շոկեր, ահա այսպես։ Որպես շոկեր էլ է շատ գեղեցիկ։ Եվ կարելի է դեկոլտեին համապատասխան չափս տալ, ով ինչքան կնախընտրի, շատ գեղեցիկ էլեմենտներ են։ Շատ հետաքրքիր զարդ է նաև սա, հիմա բացեմ նայենք։ Օ, ինչպիսի գեղեցկություն, նրբություն, նրբաճաշակություն, եթե նայում եք գործվածքը, յակրյային գործվածք է սա համարվում, արկա է մարկիրովկան։ Ուրեմն, ինչ զարդ է սա, սա ունիվերսալ զարդ է և տրանսֆորմեր զարդ է, Avon ընկերությանն է պատկանում այս գեղեցկությունը, ուրեմն այս էլեմենտը գլխավոր կարող է դառնալ շարֆի համար նախատեսված էլեմենտ, եթե հանում ենք շղթան։ Շղթան այստեղից դուրս է գալիս և սա դառնում է շարֆի համար նախատեսված էլեմենտ, շատ էլեգանտ, շքեղ և միևնույն ժամանակ կարող է հանդիսանալ մեր վզնոցի համար որպես կախազարդ։ Շատ գեղեցիկ զարդ է։ Եվ այն կարելի է համադրել մեկ ուրիշ զարդերի հետ օրին։ Եվ հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ այս կարևոր վզնոցը, ամենակարևոր վզնոցը, գլխավոր վզնոցը այս մյուս վզնոցներից։ Օ, ինչպիսի շքեղություն։ Ձեզ ոչինչ չեն հիշեցնում այս էլեմենտները, հտառը մասնավորապես։ Հերմես նորաձևության տունը մշտապես թողարկում է այս վզնոցներից, հենց այս դետալներով։ Եվ սա բրենդային վզնոց է։ Հերմես տան համար։ Այսպիսի վզնոցներ արտադրում է Հերմեսի ընկերությունը, ձիու ոտքերը, որ դնում են ձիու թամբից կախում են, ինչ է կոչվում։ Այդ դետալն է հիշացնում եւ այդպես էլ մտածված է։ Հիմա ես կախեմ այստեղ։ Հիմա ես կախեցի մանիկենի վրա, ցույց տամ հեռվից, ինչպիսի տեսք ունի այն։ Անմիջապես ճանաչվում է, որ այդ լուքս սիգմենտի զարդ է, մասնավորապես Ֆրանսիայում ապրող մարդիկ անմիջապես կճանաչեն, թե սա որ ընկերությանն է պատկանում, սեշիկ, թխեշիկ, ահա այդպիսի զարդ է, այցեքարտ հանդիսացող զարդ։ Այս մոնե բրոշը պատվիրել եմ բաժանորդուհուս համար, նախորդը գնել էր իմ մյուս բաժանորդուհին եւ երբ իմ սիրելի բաժանորդուհիներից մեկը նույնպես ցանկացավ այդ բրոշը, արդեն վաճառվել էր եւ ես նրա համար գնեցի նորը Մոնե ընկերությանը պատկանող զարդ է, կարծես հիշեցնի կրակ, տերև, չգիտեմ, շատ էլեգանտ լոկանիկ զարդ է, կենտրոնական հատվածում երևում է մարկիրովկան Մոնե։ Այս զարդը բոլորն են հավանում, շատ շատերը, որովհետև համ էլեգանտ է, համ կրակոտ, ինչ որ մի բան կա այս բրոշի մեջ, չգիտեմ։ Բոլորին դուր է գալիս այս բրոշը, չգիտեմ ինչի հետ է դա պայմանավորված, ինչու է այդպես, բայց դա իսկապես այդպես է։ Այս ականջողները սաֆիրներով, տեսեք ինչ գեղեցիկ կլիպսներ են, ինչ հոյակապ դաջվածք ունի այս ականջողերը։ Սա էլ ներսի հատվածը։ Զգացվում է, որ շատ լավ ընկերություն է այն արտադրել, քանի որ մետաղի գույնը
դաջվածքը, ամեն ինչ ասում է նրա արտադրողի մասին։ Եվ կրողի ձեր զարդերը, սիրելիներ, մշտապես հանդիսանում է ձեր այցեքարտը։ Զարդերով են որոշում ինչ ստատուսի տեր է տվյալ անձնավորությունը։ Եվ հարցը թանկարժեքը չի ոսկին կամ արծաթը չի, այլ ոճը, ընդգծվում է ձեր ոճը, թե ինչ ճաշակի տեր եք դուք։ Ոնց կարելի է անտարբեր լինել նման ականջողերի նկատմամբ։ Անմիջապես ես գնել եմ այս ականջողերը։ Եվ ահա երկրորդը, մետաղի գույնը, կենտրոնական էլեմենտի գունային գաման։ Ես սիրում եմ զարդերի մեջ գույներ, այո։ Ճիշտ է, միատոն զարդերը միշտ բազային են, բազիկ են, բայց երբեմն ուզում ես ուրախ, տրամադրություն հաղորդող, փոխանցող, ինչպես քեզ հաղորդող, այնպես էլ դիմացինին փոխանցող, տրամադրություն փոխանցող զարդեր։ Ներսի հատվածն էլ իդեալական վիճակում է, շատ գեղեցիկ զարդ է։ Երկու ականջողերն էլ շատ լավ մետաղից են պատրաստված, ուժեղ ոսկեգույն չի, այլ շամպայնի գույնին խփող ոսկեգույն է, որը ավելի հարուստ տեսք է հաղորդում այս զարդերին։ Հիմա տեսնենք ինչ նվեր է դրել Միքելան ինձ համար, եթե մնացիք մինչև վերջ կտեսնեք։ Օй։ Ահա նվերը։ Մինչ նվերը ես ձեզ ցույց կտամ, եկեք ցույց տամ այս վզնոցը, որը բոլորիս է դուր եկել, մեր տան անդամներին բոլորս հավանել էինք այս վզնոցը։ Կարծես հռոմեական կայսրուհու վզնոց լինի կամ եգիպտական թագուհու։ Այդպիսի զարդ հիշեցնող վզնոց է, ծեծված մետաղական դաջվածքով, այստեղ արկա է լոգոն մարկերով այս վզնոցի, շատ գեղեցիկ է, կարելի է կրել ինչպես չոկերի տեսքով, այնպես էլ վզնոցի, կախված թե ինչ երկարությունը կնախընտրենք տալ։ Իսկականից քիչ է մնում այս զարդով մարդ գնա ամֆիթատրոնը հռոմեական, շատ գեղեցիկ վզնոց է։ Եվ եկեք նայենք նվերը, ահա այսպիսի վզնոց է, գրային բակելիտի էլեմենտներից եւ պատկանում է J. Crew ընկերությանը։ Հիմա տեղադրեմ, նայեք։ Կարելի է նախընտրել չափսը ըստ ցանկության, տվյալ դեպքում երևի թե այսպես։ Շատ գեղեցիկ վզնոց է, մերսի բոկու Միքելա, շատ ուրախ եմ այս նվերի համար եւ ուշադրության համար։ Շնորհակալություն, մերսի բոկու։ Ահա այսպես, այլ իմ վերջերս ձեռք բերած զարդերը, որոնք իսկապես գրավեցին իմ սիրտը։ Մեկնաբանություններում չմոռանաք թողնել ձեր տպավորությունները, թե որ զարդերը ավելի շատ դուք հավանեցիք։